քանդված, պղծված եկեղեցիներ, խաչքարեր, կոթողներ ու գերեզմաններ։ Այս քաղաքականությունն է որդեգրել Ադրբեջանը օկուպացված Արցախում։ Կրոնական հետքի ջնջում, պատմական ներկայության վերաձևում, մշակութային յուրացում, քաղաքային հիշողության ոչնչացում։ Սա էլ վերջնական նպատակն է։ Հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, վնասել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը, ավերել են Խնածաղ գյուղի հայրենական եւ արցախյան պատերազմների հուշարձանը, պղծել Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը։ Սրանք մշակութային վանդալիզմի միայն վերջին շրջանի արձանագրված դեպքերն են, մինչդեռ ամբողջական պատկերը ավելի ցավոտ է ու մտահոգիչ։ Անհետացել են ոչ միայն շինություններ, այլև այդ շինություններում եղած հայկական հետքը։ Խոսքը հազարից ավել արձանագրված դեպքերի մասին է։ Այդ թվում 7 ոչնչացված եկեղեցի, 10-ից ավելի հիմնովին ոչնչացված բնակավայրեր, պատմական թաղամաս ոչնչացված Ստեփանակերտում, Հադրութում, Շուշիում եւ այլ բնակավայրերում։ Վաղուհասի գերեզմանոցի տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության եւ մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք, պնդում է Ավանեսովը։ Ադրբեջանը համակարգված կերպով Արցախում ոչնչացնում է պատմամշակութային ժառանգությունը, մեր հերոսների հիշատակը հավերացնող հուշակոթողներ, հուշարձաններ։ Դա համակարգված քաղաքականություն է եւ կապված է Ադրբեջանի այդ հայ քաղաքականության հետ, որի նպատակը տարածաշրջանի ամբողջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն է։ Սակայն Բաքուն Արցախի հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն։ Շուշիում օրեր առաջ զբոսաշրջային երթուղիներով շրջում էին օտարերկրյա դիվանագետներ, լսում այսպես կոչված վերականգնման մասին պատմություններ եւ տեսնում մի իրականություն, որտեղ հայկական հետքը փորձում են ներկայացնել արդեն այլ անունով։ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ եւ այլ ներկայացուցիչներ 62 երկրներից եւ միջազգային կազմակերպություններից այցելել են Արցախի տարբեր հայկական մշակութային վայրեր եւ թանգարաններ, ականատես լինելով դրանց ադրբեջանականացման ակտիվ գործընթացներին։ Օրինակ Շուշիի գորգերի թանգարանում դիվանագետներին ցույց են տվել հայկական արծվագորգերը եւ վիշապագորգերը ադրբեջանականի անվան տակ։ Դիվանագետները ծանոթացել են նոր մզկիթի նախագծին՝ Յենի Շուշա, հայերեն Նոր Շուշի մզկիթում, որի հիմքը դրվել էր 2021 թվականին։ Սա Ադրբեջանի մշակութային քաղաքականության առանձին ուղղություն է։ Երբ հայկական տարածքներում մշակութային ոչնչացված հուշարձանների տեղում կառուցվում են մզկիթներ եւ իսլամացվում քրիստոնեական երբեմնի հայկական լանդշաֆտը։ Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, թե Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բերելու են իր պատմական տեսքին, այսինքն վերացնելու են ռմբակոծության հետքերը, վերականգնելու են գմբեթը։ Սակայն տեղի ունեցավ հակառակը, Բաքուն քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը եւ դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Մաքրել են նաեւ արևմտյան ճակատի քանդակը, որը ներկայացնում էր Խաչակիր Քրիստոսը թեման։ Ավանեսովի խոսքով շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։ Եկեղեցու ճարտարապետական տեսքը մինչև 1920 թվականի Շուշիի հայերի ցեղասպանությունը եւ հայկական թաղամասի ավիրումը ունեցել է լրիվ այլ տեսք։ Այսինքն այն ինչ ռմբակոծումը 20 թվականի մենք տեսել ենք եւ կար, դա նույն դա է եկեղեցու իսկական ճարտարապետական տեսքը, որը համապատասխանում է մինչ 1920 թվականի եւ դրան հաջորդած վանդալիզմի դեպքերին։ Խաչերի անհետացում, հայկական արձանագրությունների վերացում, ճարտարապետական ձևափոխումներ, հայկական գորգերի ներկայացում որպես ադրբեջանական ժառանգություն։ Երբ միջազգային հանրությունն ու դիվանագետները տեսնում են այս ամենն ու նրանց արձագանքը լինում է լռությունը, դառնում են Բաքվի հանցակիցը։
տալով նրան կանաչ լույս մշակութային ցեղասպանությունը շարունակելու։ Գարի Մութաֆյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։